հավատի քուրեր չեն եղբայրներ ջան։ Աստված բոլորիս օժնի։ Պիտի կարդամ մեկ համար, որը գրված է Սուրբ գրքի մեջ, սա բազում անգամ խոսվել է մասին։ Ամոսյա մարգարության մեջ 4-րդ գլխի մեջ ամենակալ Աստված Ամոսյայի շուտուրով հետևյալն էր ասում. Պատրաստվիր քո ասում դիմավորելու ով Իսրայել։ Եղբայրներ քույրեր, այսօր մեր ամեն մեկի տառապանքը, տանջանքը եւ նպատակը մեկն է՝ Տիրոջը դիմավորելը։ Ինչպես պիտի դիմավորենք։ Մի հատ համար եմ ուզում կարդալ եւ այս մտքի վրա ուզում եմ կանգ առնել։ Սա գրված է Հուտա 20-ամարի մեջ, որտեղ որ ինք ամենակալ Աստված ինձ եւ քեզ հետեւյալն է սորացնում Հուտայի միջոցով 20-21 համարները։ Բայց դուք սիրելիներ, ձեր անձերը սուրբ հավատքի վրա շինեցեք, սուրբ հոգով։ Սուրբ հոգով աղոթք անելով, որ ձեր անձերը Աստծո սերի մեջ պահեք, սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմության հավիտենական կյանքի համար։ Ինքը ամենակալ Աստված Հուտայի շուրթերով մեզ այսօր որդորում է հետևյալը, որ մենք կարողանանք դիմավորել Տիրոջը, սպասել իրան։ Եվ ինք ամենակալ Աստված առաջին միտքը, որ մեզ ասում է հետևյալն է. իսկ դուք սիրուներ ձեր անձերը ամենասուրբ հավատքի վրա շինեցեք։ Ինչ ենք հասկանում սուրբ հավատք ասելով։ Եղբայրներ քույրեր, երբ որ մենք նայում ենք ամենակալ Տիրոջ խոսքի մեջ, ամենակալ Աստված ցույց է տալիս, որ գոյություն ունի երկու հավատք. մարդկային հավատք եւ աստվածային հավատք։ Հիշում եք, ինքը Տերը առաքյալի միջոցով մեզ ամեն մեկից հիշեցնում էր ասելով հետևյալը. Քրիստոսի հավատք ունեցեք, Աստծո հավատք ունեցեք։ Բայց երբ որ մենք նայում ենք, կա նաև մարդկային հավատք։ Եվ այսօր, երբ որ նայում ես, խառնուրդը աստվածային չէ։ Եվ ես կուզեի, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք այս մտքին։ Առաջի Հովանու 5-9 համարի մեջ բազում անգամ այս մտքի վրա ես կանգ եմ առել։ Այնտեղ գրված է հետևյալը. եթե մարդկանց վկայություն ընդունում եք, ավելի մեծ է Աստծո վկայությունը։ Վկայություն ասելով մենք ինչ ենք հասկանում։ Այսինքն մարդու ասածին։ Երբ որ մենք նայում ենք երկրաշարժից հետո շատերը Հայաստանը թողեցին։ Ընդամենը մարդկային վկայության հետևանքով, որովհետև մարդիկ ինչ էին ասում։ Եվրոպայում լավ է, Միացյալ Նահանգներում լավ է, Ռուսաստանում լավ է, այնտեղ լույս կա, գազ կա, ջերություն կա, հաց կա։ Բայց այսօր մենք ամենակալ Աստծո վկայությանը չենք հավատում։ Եվ երբ որ մենք անդրադառնում ենք վկայությանը, շարունակության մեջ ինքը ամենակալ Աստված ինչ է հորդորում ինձ եւ քեզ։ Առաջի Հովանու 5-11 համարի մեջ գրված է. Սա է վկայությունը, որ Աստծո հավիտենական կյանք տվեց մեզ, եւ այս կյանքը նրա որդու մեջ է։ Ով որ որդուն ունի, նա կյանք ունի, եւ ով որ Աստծո որդին չունի, կյանք չունի։ Եվ այսօր կուզեի, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք սուրբ հավատք։ Եվ երբ որ մենք կարդում ենք ամենակալ Տիրոջ խոսքը, քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված տանում է մեզ հենց այս վիճակին։ Այն հավատքը, որը մարդու կյանքի մեջ ձևավորում է Քրիստոս կյանքը, սա սուրբ հավատք է։ Սիրելիներ, ուղղակի երկու միտք եմ ուզում բերել Սուրբ Գրքի մեջ, այս մարդիկ հավատում են ամենակալ Տիրոջը, բայց իրենց հավատքի հիմքը Քրիստոս կյանքը չէր։ Առաջին է, որ մենք կարդում ենք Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ, ինչ է գրված։ Մատթեոս ավետարան 7-րդ գլխի մեջ գրված է, որ մարդիկ եկան Աստծո առաջին եւ ասեցին հետեւյալը 22-23-րդ համարները։ Շատերը կասեն այն օրը. Տեր, Տեր, չէ որ քանով մարգարեացան, քանով տևեր անեցինք, քանով շատ զորություններ կործեցինք։ Եվ այս այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դենը գնացեք, ով անիրավություն գործողներ։ Ուշադրություն դարձեք, ասում Տերն կոչում։ Բայց հետաքրքիր է, Աստված ասում է, ես ձեզ բնավ չեմ ճանաչում, կամ Ղուկաս ավետարանի մեջ մենք բազում անգամ այս մասին խոսել ենք, ամենակալ Աստված խոսում է 15-րդ գլխի մեջ մեծ որդու մասին, անարակ որդու մեծ եղբոր վրայով։ Ինքը հորտան մեջ էր, ծառայում էր, հավատք ուներ, բայց որն էր իրեն հավատքի
հիմնակարը կամ որն է հավատքի վերջը։ 20-րդ համարի մեջ գրված է, նա էլ պատասխանեց եւ ասաց նրան. ահա այսքան տարի քեզ ծառայում եմ եւ քո պատվիրանքից երբեք դուրս չեմ եկել։ Այսինքն ներել էր այն, ինչ որ Աստված պահանջել էր։ Բայց որն էր բուն նպատակը։ Շարունակության մեջ գրված է. բայց ինձ երբեք մի ուր չտվիր, որ իմ բարեկամների հետ ուրախ լինեմ։ Այսինքն այս մարդու ուրախությունը հայրը չէր, բարեկամները։ Կամ երբ որ Կորինթոս եկեղեցու մեջ Պողոս Առաքյալն ինչ էր ասում. եթե Քրիստոսի վրա հույս ունեք միայն այս կյանքում, ամեն անձնավորություններից ողորմել եք։ Սա սուրբ հավատ չէ, քույրս, եղբայրս։ Նորից եմ ասում, այն հավատքը, որը մարդու կյանքի մեջ ձևավորում է Քրիստոս կյանքը։ Եվ կուզեի անդրադառնալ հենց այդ կյանքի վրա, որտեղ երկինք մտնելու է միայն Քրիստոս կյանք, ուրիշ մեկ կյանք երկինք չի մտնելու։ Ինչ ենք հասկանում Քրիստոս կյանք։ Այսօր շատ անձնավորություններ Քրիստոս կյանք հասկանում են ուրախություն, խաղաղություն, օշնություն, զորություն, ինչպես որ Մատթեոս ավետարանի մեջ գրված էր, այս մարդիկ ասեցին, քո անունով տևեր հանեցինք, զորություններ կորցրեցինք։ Քույրս, եղբայրս, կարդում ենք Սուրբ Գրքի մեջ Հովհաննես ավետարանի մեջ 14-րդ գլխում ինչ էր ասում Տերը. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Մի ուզում եմ, որպեսզի այդ կյանքի վրա մենք կենտրոնանանք։ Ինչ է Քրիստոս կյանք։ Կամ ինչ ենք հասկանում Քրիստոս կյանք հասկանալով։ 73-րդ Սաղմոսի հեղինակը հավատում էր Աստծուն։ Բազում սաղմոսներ է գրել։ Բայց սկզբնական ժամանակահատվածում ինքը ինչ էր հասկանում։ Աստված ունենալով ինքը ինչ պիտի լիներ։ Պիտի ուրախ լիներ, խաղաղություն պիտի ունենար, հաջողակ պիտի լիներ, ցավ պիտի չունենար, հիվանդություն պիտի չունենար։ Եվ երկրորդ համարում գրված է. քիչ է մնացել ոտքերս ծրվեն։ Ինչի հետևանքով։ Որովհետև այս մարդու մտածելակերպի մեջ Հիսուս Քրիստոս կյանքը այսպիսին պիտի լինի։ Եվ այսօր շատ անձնավորություններ գալիս են Աստծուն։ Եվ իրենց սրտի ուզածը չի լինում, թողնում գնում են։ Հովհաննես ավետարան 6-րդ գլխի մեջ Հիսուս խոսեց երկինքից իջած կյանքի մասին։ Ես եմ երկինքից իջած հացը։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, չգիտեմ ինչքան ժամանակահատված, 2 տարի կամ 3 տարի են քայլել աշակերտներ Հիսուսի հետ, բայց այս ամենը, որ իմացան, գրված է Հիսուսին թողեցին։ Հովհաննես ավետարան 6:47-ից եմ կարդում. ճշմարիտ ասում եմ ձեզ, ինձ հավատացող հավիտենական կյանք ունի։ Ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերը մանանան կերան անապատում մեռան։ Սա այն հացը, որ երկինքն է իջնում, որ եթե մեկը սրանից ուտե, չի մեռնիլ։ Ես եմ կենտանի հացը։ Եվ հետաքրքիր է, ուշադրություն դարձեք աշակերտների խոսքերը։ Խիստ է այդ բանով կարող է լսել դրան։ Ինչ էր խիստ բան ասը, որն էր այդ խստությունը։ Եվ շարունակության մեջ գրված է. սրանից հետո նրա աշակերտների շատերը ետ գնացին, այլևս ման չեն գալիս նրա հետ։ Ինչ տեղի ունեցավ։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, այս աշակերտների համար Հիսուս Քրիստոս կյանքը մեկ ուրիշ բան էր իրենից ներկայացնում։ Բազում անգամ ես միտք ասել եմ, ես այսպես մտածում եմ, աշակերտները երևի լսել էին Աստծո խոսքը, որ Մեսիան պիտի ծնվի եւ հռոմեական իշխանության այդ գերությունից պիտի ազատի։ Իրենք էլ Հիսուսի հետևից գնացին, խորեցին, մտածին, որ Հիսուս կդառնա թագավոր, իրենք էլ քաղաքապետ կամ մարզպետ կամ գյուղապետ, բայց երբ որ Հիսուսը ասեց, ես եկել եմ հավիտենական կյանքի համար, գրված է աշակերտները թողեցին իրեն։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ես ուզում եմ, որ այսօր ես եւ դու կարողանանք տեսնել սա, ինչ է Քրիստոս կյանքը։ Մատթեոս ավետարան 7:14-ի մեջ կարդում եմ հետևյալ միտքը։ Ինչ է ասում ինքը Տեր Հիսուս Քրիստոս։ Գրված է. քանի նեղ է դուռը եւ նեղված ճանապարհը, որ տանում է կյանք եւ քիչ են նրանով գնացողները։ Եվ ինքը Հիսուս ասում էր, որ իր ճանապարհը նեղ, փշոտ, քարկարոտ է։ Քույրեր ջան, եղբայրներ ջան,
Մարկոս ավետարանի մեջ, երբ որ մենք կարդում ենք առաջի գլուխ, նայեք ինչ ասում մեզ ավետարանիչը։ Ես կուզեի, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք սա։ Ինչպես գրված է մարգարեներում, այ ես իմ հրեշտակ ուղարկում եմ քո երեսի առաջից, որ պատրաստե քո ճանապարհները քո առջև։ Հետաքրքիր է, հրեշտակին ինչու էր ուղարկում, որ ճանապարհները պատրաստեն։ Կամ երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, կա նաև հետևյալ համարը Ղուկաս ավետարան 22-րդ գլխի մեջ, երբ որ Հիսուս Քրիստոս Գեթսեմանում աղոթում էր, 42-43-րդ համարի մեջ գրված է հրեշտակ իջավ եւ իրեն զորացնում էր։ Սիրելիս, հրեշտակ ուղարկել է ճանապարհը պատրաստելու, հարթելու։ Եվ ես ուզում եմ, որպեսզի այդ միտքը մենք կարողանանք այսօր ընդունել։ Ինչ է Քրիստոս կյանք։ Շատերիս համար աղոթքի պատասխան, բժշկություն, հաջողություն, ուրախություն, երկար կյանք, ոչ սիրելիս Քրիստոս կյանքը, նեղ, փշոտ, քարկարոտ։ Քրիստոս կյանքը սկսում է Մսուրից, վերջանում է Գողգոթա խաչապայտի վրա։ Եթե սա չես դու այս ծև ընդունել եւ այսպես չես հավատում, աշակերտների պես մեկ օր կթողնես Տիրոջը։ Եղբայրը որ ասաց այդ անձնավորությունը, տատիկը 90 տարեկանում մերժել է Քրիստոս կյանքը։ Հետաքրքիր է, ի՞նչն է հիմքը։ Իրեն սետի ուզածը չկատարվելը։ Եվ այսօր շատ անձնավորություններ այստեղ ունենում են խնդիր։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, Պողոս առաքյալի խոսքերն եմ ուզում մեջ բերում անել, սա գրված է Փիլիպեցիս 1:21-ում, ինչ է գրված։ Ինձ համար կյանքը Քրիստոս է։ Եվ ես կուզեի տեսնել, թե ինչ ձև է Պողոսի կյանքի մեջ այդ կյանքը ձևակերպ է։ 2 Կորինթացիս 11-րդ գլուխ 30 համարի մեջ գրված է. Եթե պարծենալ պիտի լինի, ինչով էր պարծնում ինքը Պողոս, իմ տկարություններով կպարծենամ։ Պողոս անցավ տառապանք, անցավ Քրիստոս ճանապարհ։ Հետաքրքիր է, կա անձնավորություն, որ պարծենա իրեն տառապանքներով, նեղություններով։ Տեսել եք նման անձնավորություն։ 2 Կորինթացիս 12-րդ գլխի մեջ, հիշում եք, Պողոսի կյանքի մեջ խայտոց տրվեցավ եւ ինքը 3 անգամ աղոթեց Տիրոջը, բայց Տերն ինչ ասեց. բավական է քեզ իմ շնորհքը, որովհետեւ իմ զորությունը տկարության մեջ է կատարում։ Ուշադրություն դարձեք, Պողոսի դավանանքը փոխվել է եւ ինչ է դավանում։ Վասն որ հավանել եմ տկարությունների, թշնամանքների, վիշտերի հալածանքների, նեղությունների Քրիստոսի համար, երբ որ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ Այդ ժամանակ է, որ հրեշտակը քեզ պիտի զորացնի։ Եղբայրներ, քույրեր, մենք մեկ ուրիշ ձև ենք նայում։ Քրիստոս կյանք, մենք միշտ նայում ենք ուրախություն, բժշկությունը։ Ինքը Քրիստոս եկավ ճանապարհը ցույց տվեց հավիտենության։ Նորից եմ ասում, եթե չկա Գողգոթա, չկա խաչապայտ, չկա հարություն եւ չկա հավիտենական կյանք։ Սիրելիս, երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, ուզում եմ անդրադառնալ Ղուկաս ավետարանում գրված հետևյալ տողերին, 14-րդ գլխի մեջ Ղուկաս ավետարանն ինչ էր ասում. Եթե մեկը իմ հետևից է գալիս, ինչ պիտի անի։ Գրված է. Եթե մեկը ինձ մոտ գա, չատե իր հորը, մորը, կնոջը, որդիներին, եղբայրներին, քույրերին, եւ հենց իր անձն նա չի կարող իմ աշակերտը լինել։ 27-րդ համարն եմ կարդում։ Եվ ով որ իր խաչը վեր չի առնում իմ հետևից գա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Ես բազում անգամ ասել եմ, ինչ է նշանակում սա, խաչը առնել իմ հետևից գալ։ Շատերը մտածում են խաչը այսօրվա առօրյա նեղություններն է, խնդիրներն է, փորձություններն է, սա էլ է խաչ։ Բայց այստեղ ամենակալ Աստված խաչի վրա ուզում եմ ես հետևյալին ասել։ Խաչ նշանակում է մա։ Եթե մարդը հոժարական որոշում չի կայացնել, որ իր մեջ մարմնավորը մեռնի եւ գնա Քրիստոսի հետևից, կամ իր մեջ Քրիստոս կյանքը ձևակերպի, ինքը Քրիստոսին երբեք աշակերտ չի կարող լինել։ Այսօր ես եւ դու համաձայն ենք մեր խաչը վերցնել,
Համաձայն ենք, որ մեր մեջ ամեն օր մեր եսը մեռնի։ Պողոսն ինչ էր ասում։ Ես իմ անձը կճնշեմ ու կնվաճեմ։ Ես ամեն օր կմեռնիմ։ Հետաքրքիր է, մարդը ամեն օր կմեռնի եւ ֆիզիկապես հարություն կառնի։ Պողոսը իր մեջ մեծնում էր ամեն օր մարմնավորությունը։ Եթե այսօր համաձայն չես ես խաչին, դու Քրիստոսի հետ ոչինչ չունես։ Քրիստոս կյանք հետ։ Եղբայրներ, քույրեր, ամենակալ Աստված մեզ ամեն կերպ, ամեն վիճակների մեջ զորացնում է, տալիս է ուժ կարողություն։ Ամենակալ Աստված մեզ չի տալիս մեզ ավելի մեծ փորձություն կամ ավելի մեծ նեղություն, որ մենք ինքներս չենք կարող տանել։ Կորինթոս եկեղեցու մեջ Պողոս առաքյալը այնքան պարզ է ինձ եւ քեզ այս համարը բացում։ Նայեք ինչ ասում Պողոս առաքյալը։ Սուրբ գրքի մեջ գրված է 10-րդ գլուխ 13-րդ համար։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից։ Բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնել ձեզ ձեր կարողությունից վեր փորձվել, այլ փորձության հետ երկն է կպատրաստել, որ կարողանաք համբերել։ Աստվածը ողորմած է։ Այսօր կուզեի, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Պատրաստվիր քո ասում դիմավորելը։ Ասում դիմավորելու համար ինչ է պետք։ Ինչ անեմ, որ պատրաստ լինեմ։ Հանդեսներ պիտի միշտ սպիտակ լինեն։ Ես միշտ հաղորդության վերջում այս համարը կարդում եմ։ Ուզում եմ այս համարին անդրադառնալ։ Նայեք ինչ է ասում ամենակալ Աստված ժողովող գրքի մեջ ինձ եւ քեզ Սողոմոնի շուրթերով։ 9-րդ գլխի 8-րդ համարն է։ Հանդերձներդ միշտ սպիտակ լինեն։ Գլխիդ վրա յուղը չպակասի։ Եղբայրներ, քույրեր, հայտնության մեջ, երբ որ մենք կարդում ենք Եփեսոս եկեղեցու վրա, ինչ էր ասում Տերը։ Մի քանի անձիկ ներողություն Սարտես եկեղեցու վրա։ Մի քանի անձիկ ունես Սարտեսի մեջ, որ իրենց հանդերձները չկեղտոտեցին։ Եվ արժան են Տիրոջ հետ լինելու։ Հետաքրքիր է Սողոմոնը ինձ եւ քեզ հետեւյալն օրտորում. հանդերձներդ միշտ սպիտակ լինեն։ Եվ գլխիդ վրա յուղը չպակասի։ Մենք հասկանում ենք հանդերձները սպիտակ լինեն, որ մեղ պիտի չկործենք, մեղքից հեռու պիտի մնանք, բայց շարունակության մեջ ասում է եւ գլխիդ վրա յուղը չպակասի։ Այստեղ այս յուղի մասին եմ ուզում խոսել, այս հավատքի մասին։ Երբ որ մենք ասում ենք յուղ, հասկանում ենք օշնություն, զորություն, բժշկություն, այդպես է թե չէ։ Բայց ուղղակի ուզում եմ տեսնենք, թե յուղը ինչ կերպ ենք ստանում։ Արևած ծաղկից յուղ ստանալ համար ինչ է պետք։ Միջև արևած ծաղիկը չճզմես, յուղ դուրս չի գա։ Այսինքն ամենակալ Տիրոջ խոսքը հետևյալն ասում. գլխիդ վրայի տառապանքը չպակասի։ Լավ, մեղա ասու, Աստված ուզում է, որ ես եւ դու տառապենք։ Եթե այս համարը հետ վերլուծենք, այսպես է գրված. գլխիդ վրայի յուղը չպակասի, որ հանդերձներդ միշտ սպիտակ լինեն։ Նեղության մեջ է, որ Սարտեսի եկեղեցում մարդիկ իրենց հանդերձները սպիտակ պահեցին։ Լեն օրվա մեջ ամեն մեկն էլ կպահեն։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ամենակալ Աստված ուզում է, որ իմ եւ քո կյանքի մեջ այդ յուղը լինի։ Եվ այդ յուղի տառապանքի մեջ կարողանանք մեր հանդերձները սպիտակի մեջ պահենք։ Եթե ոչ, քուրս եղբայրս հետ հավատքը փուչ է։ Այսօր շքան մարդիկ կան, լեն օրերի մեջ, հարստության մեջ, փառքի մեջ, երբ որ խոսում ես իրենց հետ, ինչ են ասում։ Ես ամեն օր աղոթում եմ ասում, փառք եմ տալիս ասում։ Բայց հետաքրքիր է, եթե մի հատ նեղություն լինի, փառքը տան Տիրոջը, թե չէ։